Երբ մենք մահանում ենք, մենք ոչինչ չենք վերցնում մեզ հետ, ոչ տիտղոսը, ոչ ունեցածքը, ոչ ոսկին, նույնիսկ սպիները, որը մենք պլանավորել ենք թաքցնել, մենք հեռանում ենք դատարկ ձեռքերով, մեր գրպաններով լիովին դատարկ, մեր լուսանկարները պահվում են որևէ դարակում, մեր ժպիտից հետո ոչ ոք չի կարող կիսվել, մեկ ժառանգորդը ստանում է տունը, մյուսը ստանում է մատանին, որը երբեք չի կրել, ամենահավատարիմ ժառանգորդը գլխացավ է ստանում, բույքագրման հետ կապված դահլիճում ձայներ են բարձրանում, բացահայտելով քողարտված շահերը ամեն ինչի մասին, որ նրանք կարող են վերցնել մեր կալվածքից, և մենք մահանում ենք, մենք հեռանում ենք դատարկ ձեռքերով, մենք նույնիսկ մեր անձը հաստատով փաստաթուղթը չենք վերցնում, մենք թողեցինք բանալիները, մենք թողեցինք մեքենաները, մենք թողեցինք ամրոցները, մենք թողեցինք զարդերը, հեռանալու ժամանակը հեշտ է, այքարի ժամանակը դժվար է, ժառանգները կպայքարեն առանց նատան համար, գարմանայի կաթսայի համար, նույնիսկ զուգարանի թղթի համար, բայց մենք դատարկ ձեռքերով ենք հեռանում, մենք նույնիսկ մեր անձնագրերը չենք վերցրել, մեր անձնագրերը մնում են ինչ-որ տարակում, մեր լուսանկարը, որը ժամանակի ընթացքում մարել է, մնում է ամենուրեք, ով կհիշի, թե ինչ ունենք, ժառանգները միայն այն են ուզում, ինչ մենք թողել Թերաբլի վրա գտնվող առանձնատունը, թե սրբի պատկերը հորը մաքրում է, խոհանոցի լվացարանի մոտ, թե դաշան գոտած տապակը, թե դա գարնանայի գացսան, ժառանգները դգրվեն ամեն ինչի համար, ինչ մենք թողել ենք,
Ես կպահեմ մեքենան, ես հոգ տարա հայրիկի մասին, նախքան մեր ամահը ժառանգները արդեն կրվում են հյուրասենյակում, մեր հուղարկավորությունից առաջ նրանք կարծես գիշատի ճագրավներ լինեն, որոնք նույնիսկ մեր հոտը զգում են դահլիճում, և մենք մահանում ենք, մենք հեռանում ենք ձեռնունայն, մենք նույնիսկ չենք վերցնում մեր անձնագրերը, անկախ նրանից, թե դա մեծ պարատ է, անկախ նրանից, թե դա փոքրիկ խաչից է, ժառանգները կկրվեն ամեն ինչի համար, հաշտեցում չկա